Շանթ հեռուստաընկերությունը և HD Production-ը ներկայացնում են։ Դիմավորեք Հովհաննես Դավթյան։ Բարի երեկո, շատ սիրելի իմ հանդիսատես, ողջույն սիրելի հետևորդներ և հեռուստադիտողներ, սա HD Stand-up նախագիծն է, Շանթ հեռուստաընկերության եթերում և HD Production-ի YouTube-յան ալիքում, բարով եք եկել ողջույն բոլորին։ Ոնց եք սիրելիներս, ոնց է տրամադրությունը, եկեք հասկանանք ծափարություններով։ Հրաշալի, ուրախ եմ, որ լավ եք, ուրախ եմ տեսնել ձեզ, ձեր պայծառ դեմքերը, գեղեցիկ ժպիտները, այս հաղորդմանը խոսելու ենք, ինչի մասին կարող եք ասել, թողնում եմ դուք գուշակեք։ Մի հուշում փոքրիկ, այս թեմայից ազգի կեսը ծխկվում է, մյուս կեսը բերկրանք է ապրում։ Լավ, շատ կարճ ասած, կեսը շատ սիրում է, կեսը տանել չի կարողանում։ Կարող եք ասել այո, քաղաքականությունից։ Իսկ հետաքրքիր է, որ կեսն է սիրում, որ կեսը տանել չի կարողանում ձեզնից, որ կեսն է սիրում քաղաքականությամբ։ Հետաքրքրվել, զբաղվել, խոսել, իբր է։ Իսկ ովքեր տանել չեն կարողանում։ Դե որ տանել չեք կարողանում, ինչի խոսամ, գնացի ես։ Չէ, իսկապես քաղաքականությունը մտել է մեր առօրյա, ուզած չուզած թաթախվում ենք, զբաղվում ենք, չենք զբաղվում, բայց ինչ-որ տենց լավ խոսք է, դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է զբաղվում քեզնով, այդ տենց է, որ ասենք թե մարդը ասում է չեմ սիրում, բան ես չեմ հավատում, ինչքան էլ չի սիրում, ախպեր տանել չեմ կարում, զզվելի բաներ, ռադարարա դրանք սաղ նույն թադրոնն են խաղում, գորշում ենք, դուք ձեզին այեք բանս, խոսում, 5 րոպե հետո դեմես գլուխը հանում է հեռախոսի մեջից, ասում է տեսակ Տրամպը Պուտինին ինչ ասես։ Հեն ախպեր նոր գրեց, եթե նավերը չհանես իմ սահմաններից մինչև առավոտ շատ վատ գրեն, հենա նոր գրեց, հենց ասում նոր գրեց, ուսոր ինքը Պուտինը Տրամպը մտ WhatsApp-ի չատ ունեն իրեքով։ Հեն ախպեր, հենց նոր, այդ է, գիտեք ուզած չուզած թաթախվում ենք, որովհետև շատ քաղաքականացված է մեր ազգը, մեր ժողովուրդը։ Ասեք որ տենց է, ինչքան էլ չսիրենք, առավոտը աչքերդ բացում ես, վերցնում ես հեռախոսը, մի հատ թերթում ես, որ սոցիալական կայքն էլ որ լինի, մի հատ գալիս է էլի աչի ջախձախից, մի հատ տեղեկանում ես նորություններով, քաղաքական թոհուբոհերով, նոր սկսում ես առօրյադ, օրդ, հա։ Հեսա դե սկսելու է ընտրությունները, տեղյակ եք, չէ՞ որ ընտրություններ կան այս տարի։ Տեղյակ եք, որ ամսիներ։ Հունիսի 7-ին բոլորով, տեսակ։ Չենք հետաքրքրվում, չենք սիրում ասում։ Երբ էր հունիսի 7-ին։ Առավոտ ժամը 9-ին բոլորս ընտրատեղամ։ Այո, հեսա էլի սկսելու է, ով ինչքան անդաստիարակություն գիտի սկսելու է անել, ով ինչքան կոմպրոմատներ ունի մյուս կողմի վրա սկսելու է ցեխեր շպրտել, ինչքան կյանքում ոչ մի բան չարած մարդ կա, պլակատները սկսելու են խփել շենքերի վրա, չես ճանաչում ովքեր են, չէ՞, վերջին ընտրություններին, հատկապես վերջին մի քանի։ Առաջ հիշում եք, որ երեխա հիշում եմ այն ժամանակվա ընտրություններին հստակ թեկնածուներ կային ու բոլորս ճանաչում ենք, հիշում եք ովքեր էին։ Հայրիկյաններ, հա, հիշեցիք, Սաադոյաններ, ապրես եղբայր ջան, այլով էր, Տիգրան Կարապետիչներ, ողորմածիկ, Արթուր Բաղդասարյաններ, այլով էր, Արտաշես Գեղամյաններ, ապրեք Վազգեն Մանուկյաններ ու նրանք ովքեր պիտի ընտրվեին։ Տենց էր, չէ՞։ Հիմա համարյա ոչ մեկի չես ճանաչում, ասենք տունը քո համար լրված է, ասենք սոված մեռնում ես, ասենք քյաբաբ ես պատվիրել բերեն ու տես րոպե սպասում ես, զանգը տալիս են գնում ես դուռը բաց ես, քյաբաբդ վերցնես, բացում ես ասում ողջույն հարգելի քաղաքացի, ողջույն,
Մենք պետք է մի բռունցք դառնանք։ Նայում ես ձեռը քյաբաբ չկա։ Սենց ասեն, թե ձեռդ քյաբաբ չկա, թքել եմ բռունցքիդ վրա եղբայր դառած։ Ինչ բռունցք ասենք, սովից կրկվեմ մի բռունցք եմ դառել, պետք է էլ ասում, մենք պիտի ասում, նա չի հարցնում, կարելի է ձեզ հետ մի բռունցք դառնալ, թե պետք է մի սպանին էլի կարելի է նույն ստով 30 տարի ժողովրդին պահել, հա։ Մենք մի բռունցք բան, բռնեք ձեռքները բռունցքը, բռնեք մեր բռունցքը, բռնենք, վերջում պարզվեց դա բռունցք չէր ընդհանրապես։ Լրի ուրիշ բան էինք բռնել։ Ասեմ ավելին միջև մեյլ էլը բռնած ենք։ Ինչքան կարելի է։ Ասում ինչ բռունցք բան։ Մենք պետք է դուրս գանք այս վիճակից, բան, ձեզ դուր ա գալի այս վիճակը, ասում ես ինչ վիճակ, ընկեր։ Ինքն է չգիտի, ինչ վիճակ, ֆռում միջև ընկնի դարդիդ վրա։ Կոմունալներից խոսում է չես նեղվում, փոխում է աշխատավարձներ, աշխատավարձից չես նեղվում, տանում թոշակներ, դնում է թոշակառուչ ես, ասում է տանը հաշմանդամություն ունեցող մարդ ունեք, ասում ես չի, ասում է հաստատ, դեբիլ ես, կարող է ունենք քեզնից ենք պահում։ Ու սկսում է տես գլոբալ բաներից խոսալ, աղբատարները կմաքրենք, չգիտեմ շքամուտքերը կվերականգնենք, բակը կվերանորոգենք, երեխաների համար խաղահրապարակներ կսարնի, սիրելի ընկեր, սիրելի քաղաքացի, ձեզ դուր ա գալի, որ ձեր երեխան խաղահրապարակ շունի, բա ասենք, ձեզ դուր ա գալի, որ ինձ բնական է, լացում մտածում ես երեխուդ մասին քեզնից շատ ա մտածում։ Այդտենց մտնելու են երակներս, պատրաստ եղեք սիրելիներս, պատրաստ եք ընտրություններին, հա, պատրաստ եք ում եք ընտրելու, որոշել եք արդեն, հա, ում եք ընտրելու, լավ, անձնական ինվորման, չի կարելի, չէ սենց բանի մասին խոս, ընդհանրապես հո չեք նեղվում, որ քաղաքականությունից ենք խոսում, չեք նեղվում, հա, մարդկա նեղվում, մի բառ ասում ես, մի խոսը դրեն մասին ներգոն ես հայքայում, սաղել նույն խի, չգիտես, սաղել նույն ինչն է, Գիտեն ասում ես դեղում, դրանունը մի տունել է բդել, Պողոսյան է, պայմանական ազգաններ են, Պողոսյան է, դրանունը վապշե մի տվեք մոտեսել, կամ Պետրոսյան է, դրանունը վապշե չեմ ուզել, չել հասկան է, Պողոսյան Պետրոսյանը անունը չի, ազգանունը է, դրանունը սետ կամ Մարտիրոսյան է, դրանունը մի տվեք էլ է բդել, հոկեկան չսորը դես տալի, ով է կոմոտ անուն, ինքը տալի, ինքը հզղնում է իրա տված անունների Ոնց էլ հիշում է այդ անունները, ազգանունները, որտեվ կորում են 5 տարով, գալիս են իրանց խոստումները տալիս են, չէ, բարձր թոշակներ, բարձր աշխատավարձների, ցածր պրոբլեմների մասին խոստանում ու 5 տարով կորում են, ախպեր ասա, նենց բաներ խոստացեք, որ կարողանալու եք անեք, տենց չի սիրելիներս, հա, համաձայն չեք ինձ հետ, նենց բան ասեք, որ լինելու է, որ տակից դուս եք գալու, այ մեր վարչապետը օրինակ, Տեսնում եք ինչ երա խոստանում, ես ձեզ խոստանում եմ, որ ապագա կա ասում, ապագան գալու է, այ կտեսնեք, ապագան ուզես չուզես գալու է, նենց ասեմ, 5 վարկյան հետո արդեն եկած ալնելու ապագան, կարում ես նենց արա անցյալը հետ, անցյալին վերադարձ չի լինելու, Անցյալից հույսներըդ կտրեք Մեզ ասես վաղուց մենք ամեն ինչից էլ հույսներս կտրել ենք, հոպար ջան Սիրելի հանդիսատես, լավագույն նվերը ձեր կանանց Հակամարտություն ստենդապ կատակերգության վերջին 2 ներկայացումները Մարտի 7-ին և 8-ին ժամը 15:00-ին սիրով կսպասեմ ձեզ Սունդուկյանի անվան թատրոնում Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը, քանի որ դրանք սպառվում են Շատ արագ Այս այնչքան մոտենա, ընտրությունները այնքան ավելի թեժանալու են կրքերը, ինչ են անելու Ընդդիմությունը ասում է մեզ որ ընտրեք, մենք սրանց բանտարկելու ենք, չէ ինչ են ասում, լցնելու ենք բերթերը Իշխանությանն ես լսում ասում մենք որ վերընտրվենք, բոլոր նախկին թալանչիներին դատելու ենք ու նստացնենք Դատելու ենք ու նստացնենք Բայց ինչա դուրս գալիս օրինակ Նրանք ընտրվեն, նրանց են դատելու նստեն բերթերը, նրանց են լցնելու բերթերը Մի հատ հարց կարելի է հարգելիներ, իսկ ժողովրդին ինչ դրանից Ժողովրդի համար երբ է լավը, օրինակ ես որպես
քաղաքացի, որպես ժողովուրդ, որպես մի մաս ձեզնից մեկը, ոչ մեկին չեմ ուզում լցնեն բերդերը, ես ուզում եմ ժողովուրդը լավ ապրի, ընդամենը այդքանը։ Համաձայն չեք ինձ հետ։ Այդ չի կարևոր, ընկերներ, ում ասենք։ Ինչքան կարելի է ամեն մեկը իր լրատվականներին հավաքում է, սկսում է հոխորտալ, հո, ցեղ շպրտել, εμյուսը գալիս է, εμյուսը հո, սրանք մեր երկիրը հասցրել են անդունդի ծայրին։ Դու ծայրից չխոսաս։ Անդունդի ծայրից խոսացողից տեսեք։ Այդքան դուխով եկեք բանավեճի։ Կարոշ, ճվոց, միտինգներ, շուխուր, հալմահալ, մի լրպություն, ախր կալը, բաս սազական, տղամարդուն, շատ հաճախ կանայք ավելի տղամարդավարի են պահում իրենց, քան տղամարդիկ, համաձայն չեք, քաղաքականության մեջ գտնվող, ախր ինչքան կարելի է, ընկերներ։ Դրա համար էլ կանանց շատ լուրջ պաշտոններ են վստահում արդեն, տեսեք, քանի հատ նախարար կա, փոխնախարար, կին, չգիտեմ, այնտեղ ազգային ժողովի падգամավորներ, քաղաքապետարանի, ինչ են ասում, ավականիներ, չգիտեմ ինչեր, կանանց վստահում են եւ դա լավ է, որովհետեւ կանայք շատ ավելի խոստումնալից են։ Մենք տղամարդիկ եկեք ընդունենք կներեք ոչ հայերեն բառի համար, բայց մի քիչ տենց թելեկելի ենք, հա։ Բարադի, տենց է թե չէ։ Կինը ավելի խոստումնալից հա տեսել եք քաղաքականություն նոր մտած կանանց, ինչ լուրջ տեքստեր են ասում, ասեմ որ մենք այս քաղաքական պայքարին շատ լուրջ ենք պատրաստվել։ Նայում ես տնից չի խափում, ճիշտ էլ ասում եմ։ Մինիմում 3-4 ժամ պատրաստվել է տնից դուրս գալուց առաջ։ Եվ շատ լավ տիրապետում ենք այս ներկայիս քաղաքական խոհանոցը, ասես արդյոք ջան, լանցի քո խոհանոցը, բայց չես կարա, որովհետև կինը առաջվա դիրքերում չի, կինը ավելի ամուր դիրքերում է եւ օրորի ավելի բարձրանում է նրա տեղը, դիրքը եւ նշանակությունը հասարակության մեջ, եւ ասեմ, որ դա լավ է, շատ նորմալ, ուղղակի իրանք որ սկսում են տենց հոխորտալ, թող ու փախի, եթե տղամարդիկ ասում եմ լաչարություն են անում, բայց մի հատ կետ կա դրանից հետո չեն ասում կնոջ ոտերին փրթիկը թափում, տեսել եք քաղաքապետարանին նիստերի ժամանակ ոնց են իրար, չեք տեսել, ոչխարի ծնունդ, սատանի վաստակ, սատանի ծնունդ, ոչխարի վաստակ, անենց է խճճում, չես ջոգում ով ինչի ծնունդ է, ով ինչի վաստակ, բայց ասեմ կանայք դուխավիկ են եւ իրանց հասնում է այդ տեղը զբաղեցնելը քաղաքական դիրքեր, սիրելի տղամարդիկ, ինչպես հիշում եք սիգարետը ձեռներիցս առան, հետո շալվարը, հետո մեքենան, հիմա էլ քաղաքականությունը եւ շատ շուտով լրիվ ուրիշ դիրքերում կհայտնվեն, բայց իսկապես ես մտածում եմ, որ մենք ունենք հավասար իրավունքներ, ես սա հիմա անկեղծորեն եմ ասում, եւ կարծում եմ, որ կնոջ հիմնարար իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ։ Լավ եմ շոպլիկանում, սիրելի կանայք, որ չսկսեք էլի հանկարծելի տենց շարքերի արանքում փսփսալ, աղջի կպավ մեզնից ինչ ա ուզում, ինչները սա պակասին, խելք չունենք, ուժ չունենք, թե դուք ամեն ինչ էլ ունեք, ձեր ցավը տանեմ, եկեք մի հատ մեր շատ սիրելի կանանց ծափը արենք, իրենք արժանի եւ շատ վստահ, մենք մեր ամեն ինչը ձեզ ենք վստահում, սիրելի կանայք, տենց է թե չէ տղամարդիկ, ձեր փողերը ում եք տալիս պահեն, հլը ասեք, կանանց չեք տալիս, հա, չէ, Շատ անակնկալ էր ինձ համար, լավ, փողը ջհանդամ, փողը ամենակարևորը չի, ամենակարևորից խոսենք, մեր երեխաներին, ում ենք վստահում, մեր կանանց, չէ, վստահում ենք պահեն, մենք տղեկով գնում ենք կայֆավատ ելնել, լավ, մեր սնունդը ում ենք վստահում, բերում է, սոված գալիս ենք, բերում է, ճաշը վրա, լպրիկիպը, մի հատ չենք ասում, թե չվստահենք, ասենք, մի հատ դուկեր, թո մի կես ժամ անցնի, Եթե սաղ նորմալ լինի, նոր մենք մի անգամից վստահում ենք, չէ, ուրեմն ձեր ցավը տամ, որովհետև դուք արժանի եք դրան, որովհետև դուք ամեն ինչին շատ լուրջ եք վերաբերում։ Մոսկվայում բնակվող սիրելի հանդիսատես, լավագույն նվերը ձեր կանանց։ Հակամարտություն ստենդափ կատակերգությունը կարող եք դիտել մարտի 10-ին, ժամը 20-ին, Մերիդիան մշակութային կենտրոնում։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը։ Սիրով կսպասեմ ձեզ։
Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ աղջիկները կանայք շատ լուրջ են վերաբերում ամեն ինչին, երբ մի քանի ամիս առաջ էր տեսա իմ ծանոթ աղջիկներից մեկին, բայց չէի ճանաչել, որտեվ շատ փոխվել էր արտակնապես։ Տենց «Յահով, պրիվետ», բան բարև, չճանաչեցիր, ասում եմ, չէ, աչքերի մեջ ջոկում եմ, որ ծանոթ է աչքերի արտահայտությունից, բայց տեղը չեմ բերում, ասես Լուսինեն եմ, սիվոր Լուսինեն, Հալաբյանից։ Արա, Լուսինեն Հալաբյանից ո՞րն է։ Հալաբյանցի Լուսկան էր, էլի։ Մեր հին ընկերներից էր տենց շատ ուրիշ արտաքին ուներ կապույտ ֆիալետովի խառը մազերով, քթիողով, մեծ նաուշնիկներով, oversize լենշոերով, փաբերում, բաներում մեկ-մեկ հանդիպում էինք ջահել տարիներին, մեկը տեսնում հիմա արդեն տենց մազերը սև ներկած, կիպ կապած, տենց օպտիկական ակնոցներով, փողկապով, տենց կոստյումչիկով, նեղ յուբկայով, սուրճ գերմանական խուժանական կինոների տենց ուսուցչուհու կերպար, էլի ասում ինչով ես զբաղվում, Լուս ջան, ասեց քաղաքականությամբ։ Այսինքն, ես դեպտել եմ քաղաքականություն, կառավարություն ունեմ, բլին արար։ Ասում ինչ ես, անդե կինա, չես կանշուր։ Կոնկրետ բան իմանաս, ես իմ դե ազգին ենք ծառայում, պրոտոկոլ, բանսս բաներ արում, վերջը շատ քչփորեցի, ինչ պարզվի։ Ես ոնց հասկացա էդ էր, էլի։ Կառավարության նիստերը որ լնում ա, նախարարները հավաքվում, կլոր սեղանի շուրջ նստում են, ջրեր կա, չէ՞ դրած սեղանին։ Պարզվեց այդ ջրերն ա շարում սեղաններին։ Հետո կառավարությամբ ենք զբաղվում, երկիրն ենք փրկում, որը ինչքան լուրջ ենք վերաբերում, չէ՞, մենք այդ պաշտոնամոլությանը, ազգովի այդ պաշտոնամոլ բանն ենք, ասենք, չգիտեմ, մի հատ անկապ դեմ կաղա տենես, իշնես քուչում մեկը ֆրֆրմա, կաստում գալստուկով, ցուցամատը տնգած արան, ես գարաժի դեմը չասի ավտոջին, տեսա մեկին տենց, էլի վերջը, այն ավտոն հանեք գարաժը, Բուլբուլակը որ խմում եք իդ կրանտը փագի կարամ, զիբիլովա թափելու բան, ցուցամատը տնգած խոսում ասում, նենց խոսի կարող է նախագահն է, էլի, որտեղ նախագահային դեմքով չենք ճանաչում, կարա լինի նախագահ։ Դրանից մեկը ասեց թաղապետարանից է, հոր ջան, ասում անձամբ թաղապետն է, չէ, ասես թաղապետարանի պահեստապետն է։ Պահեստապետն է ցուցամատը տենց տնգած, պատկերացնում եք թաղապետը, լավ, մի խոսք կա։ Այ տենց ու տենց Աչ ու ձախ բանորա, ոնց կարելի է, եղբայր դու թաղապետարանի պահեստապետն ես, արա, դու պետք է ուշադիր լինես թաղապետարանում զուգարանի թուղթը պրծնի, ասես փոխեն, լամպուշկա վարվի, ասես նորը դնեն, մեկ-մեկ է թաղապետը գժված լինի, կանչի քֆրտի մի քիչ ներվերը հանգստան, արա, դու թաղապետարանից դուրս հասարակ պիշիխոդ ես, ռադնով, արա, ինչքան ես վրետ վերցրել, շատ նայում ես դեմքին հասկանում ես, էլ են գիտեք, որ տպերից են, մանկության ընկերոջ հետ ազգանունով են սկսում խոսալ։ Զանգում ասում ես Սիմոնյան չգնամ մի բաժակ բան խմեմ։ Նայում ես աչքին, ջոգում ես, որ սեփական հորը կտուգանի այդպես դեմ։ Աղբահանության փողը ուշացնելու համար, պապային, պատկերացնում եք։ Ու վերջում գիտեք ուր են գնում հիմնականում տենց բան։ Վստահված անձ բան ընտրություններին ես տանել չեմ ամենայն հարգանքով իրանց չանձնավորեք խնդրում եմ բայց անվստահելի մարդիկ են այդ վստահված անձին ընտրություններին հասարակ բան 5 տարին մեկ մի օրանոց գործ է դա ինչ է ոչ իման չի ներկայացնում ձեր բանասես ստից բան ալում խախտում հարգելի լրագրողներ եկեք մոտեք ընտրախախտում է տեղի ունեցնում ինչ արա թորնիկը տատիկի ձերքը բռնած մտավ ընտրախախտում ինչ արա այդ 5000 տարեկան տատի է նրա ձերը թողես ընկնելու է փեշերվի քվեն վարի գնա կորի թորնիկն էլ անչափահաս է վախարով 18 տարեկան երեխան տատուն ուղեկցում Ունես գորում է բանտուս, թորիկը տատիկի հետ մտավ ընտրախուցը մտավ, ընտրախուցը Ես քեզ ծոմա խուժան բան է ասում Մի խոսքով զզվելի բան է քաղաքականություն ընկեր Որ խորանում ես ոչ տատը հարցնում, ոչ թոր Ես գիտեք ինչ եմ կարծում եմ, որ երկրի ապագայով մտահոգվելը շատ կարևոր գործ է, շատ Նույնիսկ կարելի ասել սուրբ գործ և բոլորիս պարտականությունն է, բայց դա սիրելիներս եկեք հիշենք, որ քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Ես սիրում եմ ձեզ, ես համբուրում եմ ձեզ, չեմ խոնարհվում ձեր առաջ։ Սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ, միշտ ուրախ եղեք, ժպտացեք եւ կարևորը քաղաքականությունից հեռու մնացեք։ Սա HD stand-up-ն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ, նույն ժամին, նույն տեղում։ Համբուրում եմ, մնացեք խաղաղությամբ,
Thank you.